Թուրքական դատարանը արդարացրել է թուրք ռեժիսորին, ով մեղադրվում էր հայոց ցեղասպանության մասին ֆիլմ ցուցադրելու համար։ Թեման շարունակենք Արտյոմ Երկանյանի հետ, Արտյոմ, ով էր մեղադրյալի աթոռին եւ կոնկրետ ինչ էր նրան մեղսագրվում։ Մեղադրանքը առաջադրվել էր Թուրքիայում բավական հայտնի կինոռեժիսոր Ռոջիլատ Աքսոյին, ով նաև հասարակական գործունեությամբ է ծանոթ, քրդական ծագում ունի այդ ռեժիսորը, եւ նա ժամանակին եղել է Մերձավոր Արևելքի կինոակադեմիաների ընկերակցության փոխնախագահ, հենց այդ պաշտոններ զբաղեցնում, երբ 24 թվականի դեկտեմբերին Դիարբեքիրում կազմակերպել էր մի կինոփառատոն, որի շրջանակներում ցուցադրվել էր Ավրորայի լուսաբացը անիմացիոն ֆիլմը, որը նկարագրում էր Ավրորա Մարտիգանյանի պատմությունը, ցեղասպանության զոհ դարձած մեր այդ հայրենակցուհու անցած ճանապարհը։ Եվ ահա ներքին հետաքննության արդյունքում իրավապահները որոշեցին, որ տեղի է ունեցել քրեական հանցագործություն։ Դիարբեքիրի դատախազությունը հայց է ներկայացրել դատարան քրեական օրենսգրքի հայտնի 301 հոդվածի հիման վրա, որը դատապարտում է թուրքական ինքնությունը վիրավորելու համար։ Դատախազը համարում է, որ եթե ցուցադրվել է ֆիլմ, որում 15 թվականի իրադարձությունները որակվում են որպես ցեղասպանություն, դա նշանակում է, որ վիրավորվել է ողջ ազգի արժանապատվությունը։ Եվ ահա երեք կայացավ առաջին դատական նիստը, պետք է նշեմ, որ չափազանց շատ էին մարդիկ, ովքեր ցանկանում էին ներկա լինել, անգամ դատական դահլիճում տեղավորվեցին շատերը։ Դատախազը առաջարկել էր ազատազրկման վճիռ կայացնել եւ ազատազրկել առնվազն կես տարով ռեժիսորին։ Փաստաբանը պնդում էր, որ մերժում են այս մեղադրանքները, քանի որ նախ ռեժիսորը ոչ թե իր ֆիլմն է ցուցադրել, այլ ընդամենը հարթակ է տրամադրել այլազգի ռեժիսորի ֆիլմի ցուցադրման համար։ Մյուս կողմից ընդգծել է, որ այս մեղադրանքը սահմանափակում է խոսքի ազատության իրավունքը եւ նաեւ ինքնադրսևորվելու հնարավորությունը արվեստի մեջ։ Դատավորը այս բոլոր փաստարկները իգիտություն ընդունեց, համարեց, որ դրանք տեղին են եւ արդարացման վճիռ կայացրեց, մասնավորապես հաշվի առնելով այն, որ ժամանակին Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արդարացրել էր նման գործով թուրք մտավորականի, համարելով, որ այդպիսի մեղադրանքը իսկապես սահմանափակվում է ազատ արտահայտվելու իրավունքը։ Փաստորեն ուժի մեջ է մտել այս դատավճիռը, արդարացման դատավճիռը, բայց սակայն դեռ հայտնի չէ արդյոք դատախազությունը կբողոքարկի այս որոշումը ավելի բարձր դատական ատյանում։ Այսինքն այն տխրարչակ 301 հոդվածով Թուրքիայում դեռ շարունակում են մեղադրանքներ ներկայացնել հայոց ցեղասպանության մասին խոսողներին։ Այո, այդ 301 հոդվածը ժամանակին փոքրինչ փոփոխվել էր, ավելի մեղմացրել էին ճնշման արդյունքում, բայց այժմ էլ Թուրքիայի իշխանությունները շարունակում են օգտագործել այդ տխրահարճակ հոդվածը քրեական օրենսգրքի ցեղասպանության մասին բարձրաձայն խոսողների, այսպես ասած, բերանը փակելու համար։ Այժմ ընթացքի մեջ են մի քանի գործեր այդ հոդվածով հարուցված ցեղասպանության մասին խոսողների դեմ, մասնավորապես ապրիլի 21-ին կկայանա առաջին դատական նիստը լրագրող Թունգե Ելմազի գործով, ով հոդված էր հրապարակել ցեղասպանության մասին։ Նաև շուտով հերթական դատական նիստը կլինի իրավապաշտպան Էրին Քեսքինի գործով։ Ժամանակին առաջին ատյանի դատարանը նրան արդարացրել էր, սակայն դատախազությունը բողոքարկել է այս գործը։ Մի քանի շաբաթ առաջ դատարանը արդարացման դատավճիռ էր կայացրել լրագրողներ Խալուկ Քալաֆատի եւ Էլիֆ Ակգյուլի գործով։ Փաստորեն նույնպես համարելով, որ նրանց ազատազրկումը անընդունելի է։ Ժամանակին հենց այդ 301 հոդվածով էին դատապարտվել ցեղասպանության մասին բարձրաձայն խոսելու համար թուրք ամենահայտնի մտավորականներից մի քանիսը, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը, գրող Էլիֆ Շաֆակը, իրավապաշտպան Ռահիբ Զարոքոլուն, պատմաբան Թաներ Ակչամը, դե նաև մենք ավելի լավ գիտենք Հրանտ Դինքի եւ Գարով Փայլանի դեմ հայտնի հարուցված քրեական գործերը։ Այդ ամենի արդյունքում նույնիսկ գիտենք, թե ինչ տեղի ունեցավ
մեր հայրենակից Հրանտ հետ։ Արդյոք բայց հիմա ինչպես մեկնաբանել դատարանի այս արդարացման վճիռը իշխանությունները սկսել են ավելի հանդուրժող լինել, թե դատարաններն են ավելի ազատ դարձել։ Կարծում եմ ոչ մեկը, ոչ մյուսը, ոչ իշխանությունների հանդուրժողականության հետ կարելի է կապել ոչ դատարանների անկախության հետ, կոնկրետ փաստը այս գործը հարուցվել էր դատախազության նախաձեռնությամբ, այսինքն պետության կողմից էր նախաձեռնվել։ Բացի այդ, թուրքական օրենքների համաձայն 301 հոդվածով գործը կարող է հարուցվել միայն երկրի արդարադատության նախարարի անձնական համաձայնությամբ, այսինքն կրկին պետությունն է արտոնում եւ ըստ էության նախաձեռնում այս մեղադրանքները։ Իսկ պատճառը դրա, որ վերջերս արդարացման դատավճիռները ավելի հաճախակի են դարձել, կապված է այն հանգամանքի հետ, որ ժամանակին Ստրասբուրգի մարդու իրավունքների եվրոպական դատարանը նախադեպային որոշում է կայացրել։ Եվ եթե Թուրքիայի օրինակ այս դեպքում դատախազությունը բողոքարկի առաջին ատյանի դատարանի վճիռը կամ մեղադրվողը համարի, որ իրեն անարդար ձևով են մեղադրել եւ հասնի գործը Ստրասբուրգի դատարան, այնտեղ բեկանվելու է եւ ճանաչվելու է միևնույն է անօրինական։ Արդյունքում ուժելու է Թուրքիայի համբավը, կարծում եմ դա է պատճառը, որ հենց առաջի ատյանի դատարանները հաճախ արդարացման դատավճիռներ են կայացնում վերջերս։ Շնորհակալություն, Արտյոմ։